Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստում եմ շատ համեղ փամփլիկ փքաբլիթներ։ Մեզ դրա համար հարկավոր է շաքարավազ, խմորիչ, ձու, կարագ, այստեղ ինձ մոտ տեսեք կաթ և ջուր, 1 բաժակ կաթ է հարկավոր և 1 բաժակ ջուր գոլ վիճակում։ Ես երկուսն էլ խառնել եմ միանգամից, ինձ մոտ այստեղ տեսեք 500 մգ է և ալյուր։ Սկզբից մենք սկսում ենք հարել մեր ձուն, շաքարավազը և խմորիչը։ Ձուն, այստեղ միանգամից ավելացնում եմ շաքարավազը և խմորիչը և նաև ավելացնելու եմ կես թեյի գթալ աղ։ Տեսեք, այսքան աղ։ Այսպես հարիչով բաղադրիչները իրար եմ միացնում։ Ավելացնում եմ կաթը և ջուրը։ Երբ որ ավելացնեմ ալյուրը, արդեն հարիչ կմիացնեմ։ Այսպես բավական է։ Տեսեք, ես օգտագործելու եմ այս թաթիկը, տեղադրում եմ և հարելու եմ երկրորդ աստիճան արագության վրա, աստիճանաբար ալյուրը ավելացնելով։ Մինչև ձևավորվի խմոր, այսպես տեսեք սիրելիներս, ալյուրը ավելացնում եմ։ Տեսեք, արդեն երբ որ ալյուրը լուծվել է, խմոր է ձևավորվել, այդ պահին ավելացնում եմ կարագը։ Կտոր կավելացնեմ կարագը, 5 րոպե կհարեմ։ Պետք է 5 րոպե հարել, սենյակային ջերմաստիճանի կարագ է ինձ մոտ, այսպես ավելացնում եմ կտորները, մինչև ստացվի էլաստիկ խմոր։ Տեսեք, խմորս պատրաստ է, ստացվում է թույլ, փափուկ, ձեռքերին շատ քիչ կպնող խմոր, բայց հեշտությամբ պոկվում է, տեսեք, այսպես, ոչինչ չկա ինձ մոտ սեղանին, տեսեք, ոչ ալյուր, ոչ բուսայուղ, ոչ մի բան։ Հիմա խմորից գունդ ենք անում, տեղափոխում եմ նորից իմ թասիկի մեջ, որպեսզի սպասենք 20-ից 30 րոպե, մինչև խմորս կհասունանա։ Հիմա կծածկենք սննդային թաղանթով։ Ահա տեսեք, այսպես սննդային թաղանթով փակում եմ, տեղափոխում եմ մի փոքր տաք տեղ, որպեսզի խմորս հասունանա։ Այս անկյունը բաց ենք թողնում օդ խաղալու համար, այսպես։ Մինչ խմորը կհասունանա, մենք կպատրաստենք մեր փքաբլիթների կրեմը։ Տեսեք, մեզ հարկավոր է կրեմի համար շաքարավազ, օսլա եգիպտացորենի, 1 դեղնուց և 1 ձու, 1 լիքը բաժակ կաթ։ Հիմա կաթը տեղափոխում եմ կաթսայի մեջ, դնում եմ գազօջախին, որ եռա։ Իսկ մինչ կեռա կաթը, այդ ժամանակ ես իրար կմիացնեմ մնացած բաղադրիչները։ Ավելացնում եմ շաքարավազը և օսլան։ Այս երկու բաղադրիչները իրար հետ մի լավ խառնում եմ։ Երբ որ լավ խառնվել են, ավելացնում եմ ձուն և նորից մի լավ հարում եմ։ Հիմա սպասում եմ մինչև կաթի եռալը։ Տեսեք, արդեն ինձ մոտ կաթը եռում է,
Այս իմ խառնուրդը ավելացնում եմ ամբողջությամբ եռացող կաթի վրա։ Արագ խառնում եմ և սպասում եմ, որ եռա։ Այս տարբերակով, գիտեք, շատ հեշտ է ստացվում եփովի կրեմները։ Տեսեք, արդեն իմ կրեմը պատրաստ է, եռում է։ Գազօջախից վերցնում եմ։ Գազօջախից վերցրել եմ արդեն, ավելացնում եմ 50 գրամ կարագ, խառնում եմ, մինչև կարագը ամբողջությամբ հալչի։ Կարագը ավելացնում եմ, որովհետև համ շատ համեղ է տալիս կարագը, համ էլ կրեմին փայլ է տալիս։ Վանելինը ես ավելացնում եմ մի փոքր ուշ, երբ որ մի փոքր կրեմը հովացած է լինում։ Հիմա ուղղակի տեղափոխում եմ, որպեսզի սառչի։ Հահա տեսեք, իմ խմորը ինչ գեղեցիկ հասունացել է։ Տեսեք, ինչ նուրբ խմոր է ստացվել։ Հիմա տեղափոխում եմ սեղանի վրա, մեջ տալ պետք չի, այսպես մի փոքր ալյուր եմ շաղ տալիս և խմորս տեղափոխում եմ սեղանի վրա։ Տեսեք, ուզում եմ տեսնեք ինչպիսի ծակոտկին խմոր է ստացվել, նուրբ։ Հիմա ես իմ խմորը բաժանում եմ երկու հավասար մասերի, որովհետև պետք է գրտնարկենք, այսի ինձ հեշտ լինի։ Հիմա այս պահին մի կողմ եմ դնում, շատ քիչ ալյուր եմ այսպես անում և խմորը գրտնարկի օգնությամբ բացելու եմ։ Խմորի հաստությունը պետք է լինի 1 սանտիմետր հաստությամբ, խմորը բացելու եմ և այսպիսի ձևավոր կլոր կտրիչով կտրելու եմ պոնչիկները։ Ուզում եմ ցույց տալ խմորի հաստությունը 1 սանտիմետր հաստությամբ։ Կտրելուց տեսեք, ինչքան հնարավոր է քիպ կտրեք, որպեսզի այսպես աշխատեք, թող շատ եզրերը չմնան։ Թեկուզ նորից ենք հավաքելու գրտնարկենք, բայց մոտ կտրտեք։ Այսպես մեր պատրաստի արդեն պոնչիկի խմորները տեղափոխում եմ յուղաթղթի վրա։ Այսպես շարում եմ մի փոքր հեռավորությամբ և թողնելու եմ, որպեսզի նորից հասունանա ուռչի։ Այս տարբերակով իմ բոլոր պոնչիկները ձևավորելու եմ։ Տեսեք, սիրելիներս, ես փքաբլիթի խմորները տեղափոխել եմ արդեն պատնոցի մեջ, այսպես մեկ անգամյա օգտագործման տոպրակներով կամ սննդային թաղանթներով ծածկեք, կամ էլ սրբիչով։ Թողնում ենք 10 րոպե, որպեսզի ուռչեն։ Կողքերից ավելացած կտորները, որպեսզի շատ նորից մեջ տամ, նորից կլորներ ձևավորեմ և նորից կտորներ ավելանան, այսպիսի ուղղանկյուն բացել եմ, այս անգամ կես սանտիմետր բարակությամբ, տեսեք, և կձևավորեմ կրուասաններ, նույն ձևով տապակելու եմ, ինչպես փքաբլիթներն են, տեսեք, այսպես, տեսեք, արդեն բոլորը կտրել եմ, հիմա ցույց եմ տալի ինչպես եմ փաթաթում, այս լայն հատվածից պուճուրի կտրվածք եմ անում խմորները, դեպի դուրս, այսպես, և փաթաթում եմ գեղեցիկ, մինչև վերջ։ Նորից տեղափոխելու եմ յուղաթղթի վրա։ Տեսեք։ Տեսեք, սիրելիներս, արդեն իմ փքաբլիթները պատրաստ են թխվելու, գեղեցիկ ուռչել են։ Այստեղ ինձ մոտ առատ բուսայուղով թավան դրված է գազօջախին, ուրեմն տեսեք, բուսայուղը լավ տաքացնում ենք, բայց փքաբլիթները թխելու ենք ոչ շատ ուժեղ կրակով, այսինքն պետք է մեր կրակը լինի միջին կրակ լինի, որպեսզի հասցնեն, պոնչիկները շատ արագ թխվում են, հասցնեն ներսից էլ եփվեն։ Տեսեք, շատ զգուշությամբ վերցնում ենք, որպեսզի խմորին ոչ մի կողմից չսեղմենք և այդպես զգուշ իջեցնում ենք տաք բուսայուղի մեջ։
Տեսեք սիրելիներս, ես արդեն պտտեցրել եմ իմ փքաբլիթները, ստացվում է շատ արագ, նորից մեկ անգամ էլ եւս, լավ կարմրեցնում եմ եւ հանելու եմ, դնեմ, այստեղ տեսեք պատրաստել եմ ես խոհարական անձեռոցիկի վրա, որպեսզի ամբողջ լուսայուղը ներծծվի անձեռոցիկի վրա, այսպես զգուշությամբ հանում ենք, որպեսզի այրվածքներ չստանանք փամփլիկներին եւ նորից հաջորդն ենք իջեցնում բուսայուղի մեջ։ Ահա տեսեք սիրելիներս, ինչ գեղեցիկ թխվել են մեր փքաբլիթները։ Հիմա կլցոնենք կրեմով։ Տեսեք, ես վերցրել եմ խոհարական պարկը, դրել եմ այսպիսի ծայրադիր, կրեմը լցնում եմ մեջը, կարող եք, եթե չունեք այսպիսի ծայրադիր, ուղղակի խոհարական պարկի ծայրը կտրել եւ անցքանել փնջիկների կողքից եւ լցնել կրեմը։ Տեսեք, ես գթալի պոչիկով այսպիսի անցք եմ անում եւ կրեմը լցնում եմ, պատրաստ է, այսպես, ցույց տամ եւս մեկը, այսպես անցք եմ անում եւ կրեմը լցնում եմ փնջիկների մեջ։ Տեսեք, ինձ մոտ կրուասան փքաբլիթների համար ուզում եմ պատրաստել շոկոլադային կրեմ, դրա համար մեզ հարկավոր է սերուցք, որը տաքացնելու ենք, բայց չենք եռացնելու, ավելացնելու ենք շոկոլադը։ Տեսեք, ես շոկոլադ ավելացրել եմ սերուցքի վրա, միքսերի ոտիկի մի թաթիկով հարում եմ ոչ շատ պինդ, որպեսզի սրանից էլ մի փոքր պինդ պնդանա, բավական է, լցոնելու եմ կրուասանները։ Տեսեք, նույն տարբերակով լցոնելու եմ կրուասանները։ Տեսեք, այսպես անցք եմ անում եւ լցոնում եմ։ Ահա եւ վերջ սիրելիներս, մեր փքաբլիթները գայթակղիչ, անուշաբույր, փքուն պատրաստվել են։ Հիմա մատուցել եմ արդեն, տեսնում եք։ Ուզում եմ ներսից էլ տեսնեք, ինչպիսի նուրբ, փամփլիկ խմոր ունի, տեսեք, սա էլ կրեմն է, և այստեղ էլ, տեսեք ինչ առատ կրեմներ ունենք, պատրաստեք և չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, հաջողություն։